Ուրեմն անդո, այդ որ դու պարծենում ես, որ քո տղան, որ եթե քո տղան բարձրակարգ է, դա վիրավորում է, տես մի քանի հոգու է վիրավորում, նախ զինվորներին է վիրավորում, ծնողներին է վիրավորում և հայոց բանակին է վիրավորում, բա որ իմ տղային ճանաչես, անդո, Արցախի հերոս Դավիթ Հարուշանյանի մայրն եմ, բա որ իմ տղային ճանաչես, Ռազմական ինստիտուտը գերազանց հավարտել է 11 տարի էլ Խոջալույի տանկային զորամասում է ծառայել, վերջում էլ Արեգասարում հերոսացել, ստոր, հայոց բանակում հենց որ խոսքը տեղն է եկել, երբ որ իմ տղան ընդունվել է Ռազմական ինստիտուտ, սա միջանկյալ եմ ասում, գնացի ծնողական ժողովի դասախոսը ասեց, ինքը քաղաքացիական ցանկացած բուհում կսովորեր, ինչի եք թողել գաստեղ, մեկ էլ հետ դառա գնդապետ էր, ինքը իրան ուղղեց, ասեց այո, լավ եք արել, հայկական բանակին խելացի զինվոր էլ ա պետք, անդո, բոլոր զինվորներին անունից եմ ասում, թքած քո ճակատին էլ, քո տղայի վրա էլ, իսկ ես լսել եմ, որ ընդհակառակը, քո տղան ոչնչություն է, իմ տղան հերոս է, հայոց բանակում հազարավոր հերոսներ են եղել, մենք ունեցել ենք հոյակապ զինվորներ, հոյակապ ազատամարտիկներ, հոյակապ հրամանատարներ, բոլորը հայոց բանակը, քո ասած բանակը չի, ստոր, այդ որ մտակ օրվանից սկսեցիք հայոց բանակը քարուքանդ անել, հերոս զինվորին մահվան հասցնել, այդ գիտես քո ասած որ մարդիկ հավատում են, որ հայոց բանակ չի եղել կամ էլ տկլոր են պահել կամ սոված են պահել, հայոց բանակը որ պարադի էր դուրս գալիս աշխարհը, դուրս էր գալիս որպես հանդիսատես էր բանանում, դու պիտի պատասխան տաս, կոնկրետ ինձ, բոլոր ծնողներին պատասխան պիտի տաս մեզ վիրավորելու համար, տականք, ծախավել, կուսակցությունից կուսակցություն փոխելով, կզելով, տիրոջդ նման, կզելով էդ ուր եք հասնելու, չհամարձակվեց հայոց զինվորին մի բան ասեք, այդ ծնողներին բոլորին, հայոց բանակում ծառայող ծնողներն են մեղավոր, որ լռել են այդ տականքը տենց բաներ ասում, պիտի բոլորը հետ դառնան թքեն այդ ծախավելի վրա, որ ստեկ գլուխ է պահում, և մնացածների, Նիկոլից բռնցրած, այս բանդիտական խումբը, այս բանդիտական ոհմակը պիտի վերանա, մենք ստեղծենք նոր կառավարություն, նոր ղեկավարություն, հայոց բանակը բարելավվի, վերականգնվի իր նախկին ուժը, դիրքերը և մենք չմոռանանք մեր հերոսներին։ Ուրեմն մենք կամանդոս ունենանք, մենք մոնթե ունենանք, որ հազարավոր են պատմություններ կան, նրանց մոռանանք, Եռաբլուրը մոռանանք ու անդոյի ասածով շարվենք, թքեմ քո ընտանիքի վրա էլ, քո տղայի վրա էլ, քո վրա էլ, քո կողքինների վրա էլ։ Խնդրում եմ չկտրեք, եթե ուղիղ եթերա առավել ևս բոլոր քպիականների վրա էլ, թքեմ ձեր վրեն, գլուխ պահող, խոզեր, հայոց բանակին սոված են պահել, ես են պահել, իմ տղան զինվորական ա եղել, հոյակապ պահել են, ամեն ինչը տեղն ա եղել, զենք, մեկ ասմա զենք չեն առել, հայոց բանակը անձեն ա եղել, մեկ էլ հետ են դառնում, ասում են 6 միլիարդի զենք տվել են, թողել են թուրքերին, տականք, էդ որ չեն ունեցել, ոնց են հանցնել, դու հատուկ նպատակով Նիկոլ թքեմ վրե, տականք, դու հատուկ նպատակով եկել էր, որ Արցախը հանցնես, եկել էր, որ Արցախը հանցնես, հայ ժողովրդին թուրքացնես, են 20 հոգին էլ, որ գնացել են, պիտի ճամփի մնային, են 20 հոգի տականքները գնացել են, երբեք պատմությունը նման բան չի տեսել, որ հայը գնա թուրքին, այդ կսացներ բառից բուն իմաստով, այդ տականքներ, ինչի եք այդքան ստորանում, ձեր հետ մեզ էլ եք ստորացնում աղբ,
Ինչի պիտի ես հերոսի մար լինելով հանդերձ ամոթից մեռնեմ։ Ես չեմ ուզում ձեզ հետ ստորանամ, դուրս եկեք ռադեղեք, կորչեք, կորեք գնացեք, հայ ժողովուրդը ամաչում ա ձեր, որ ձեր նման ղեկավար ունի։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Արմաթ մեդիա AM կայքում։